Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Կշարունակենք միասնապար սերդել Սուրբ Գրիգոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքը։ Այսօր бид սկսենք սերդել նոր գլուխը 40-րդ գլուխը Փան Խ եւ պիտի սերդենք առաջին երկու մասերը։ Նախ ցեզի ընթերցեմ քրափար փնակիրը, լսենք թե Սուրբ Նարեգացին ինչպես Աստուծո հետ կխոսեր մեր ոսկեղնիկով հայրեն քրափար լեզվով եւ ապա սիրելներ թարգմանեմ հատվածապար դողարդող եւ բացադրեմ որբեսի մենք ալ Սուրբ Գրիգոր Նարեգացի նման սրբությամբ ապրենք սիրելներ, որովհետև մանավանդ այսօր պիտի տեսնենք, որ Սուրբ Նարեգացին երկրի վրա եղած ժամանակ մտքով, հոգիով Աստուծո Տադաստանի մասին խորհրդածեց եւ Աստուծո ողորմությունը խնդրեց։ Փան Խ վերստին հավելված գրգին հեծության նորին հսկողի Արնույն աղերս մաղթանած բանի, ի խորոց սրդից խոսքընդ Աստուծո, այբ մաս։ Ամենագալ Աստված բարերար, ըստեղծիչ բոլորից, լուր հարաճանած ցայնիս վտանգի եւ հերգյուղե դակնաբի աբակայից ընկարձյաց, փրկյա կարող զորությամբ, զերձյալ իբարդյաց, քանզի բավական ես համենայնի արամենայն հնարս զորանալ ամփավ մեծությամբ եւ իմաստությամբ անսահմանելիավ փենմաս եւ քանզի ուշիվ մտածս դեսյալ ի հերուստ զհանթերցելոցն հանթես ահավորապայլ նգադեմ ինցեն աստանոր գանխավ ըզդիվն լուսո սրբոցն հուսո զորն խավարի բաջաբարդիս բադուհասի ուստի ոչ զորևոք հեիցս ար բադսպարան փախստյան, ոչ անթունդ խորոց, ոչ վհից, ոչ պարսություն կլերանց, ոչ անցավ քարանց, ոչ գարզրություն արցանած, ոչ ձերբք ձագած, ոչ փաբարկ փոսից, ոչ սորք հեղեղած, ոչ փավիրք խորշից, ոչ ըշտեմարանք հարգած, ոչ ծածկություն սենեգած, ոչ եմագք հովդած, ոչ ձորձորք դժվարած, ոչ վերակրություն փլռոց, ոչ արցակմունք շնչոց, ոչ ամպավություն ձովուց, ոչ սահանք հորցանած, ոչ հերավորություն եզերած, ոչ ողբունք ցայնից, ոչ հեղեղ արդասված, ոչ դադանմունք մադանց, ոչ համբարձմունք ցերած, ոչ բաղադանք շրթանց, ոչ աղաչանք լեզված։ Սիրելիներ, Սուրբ Գրիգոր Նարեգացին իսկապես որ երբ իր անցին մասին կմտածե ու գնայի հերուն կտեսնե թե ինք որքան մեղավոր է Աստուծո Տադաստանի դիմաց կանգնելու։ Եթե այսօր այս բահուն մեր կյանքի վերջին օրը ըլլար, վերջին վարգյանը, եթե այս բահուն վերջին շունչը արձակեինք, սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստուծո Տադաստանին դիմաց ինչպես պիտի կանգնեինք։ Իսկապես պիտի արդարանայինք, թե ոչ դատապարտվեինք։ Եկեք միասին սերդենք Սուրբ Նարեգացի այս սկանչելի աղոթակիրքը եւ այս 40-րդ գլխու առաջին երկու մասերը, որբեսի գիտակցությունը մեր մեջ խորանա եւ մեր այս երկրավոր կյանքի օրերուն մտածենք սիրելներ, թե ինչպես կուզեն կանգնել Աստուծո Տադաստանին դիմաց։ Ինչպես բոլոր գլուխները ենթախորակիր մունին,
եւ հետեւյալն է ենթախորակիրը։ Բոլորն ալ նույն ենթախորակիր ունին։ Նոր հավելում գրգնագի հեծության միևնույն հսկողին բաղադական խոսքի նույն խնդրվածքով։ Կամ նույն այն հսկողին աղերսական մաղթանքներուն ու ողբախարն հեծեծանքներուն նոր հավելվածը։ Սուբնարեգացին ինքն է հսկողը, իր անձին վրա։ Հսկել կնշանակե քիշեր անցնել, աղոթել։ Եվ հետևաբար սուբնարեգացին աղերսալից մաղթանքներ գուղ է Աստուծո եւ ողբախարն հեծեծանքներով դիրոջ կտիմե եւ անոր ողորմությունը գաղերսե։ Եվ ինչպես բոլոր գլուխները կսկսին, դարձյալ այս գլուխնար կսկսի սելով ի խորոց սրդից խոսքընդ Աստուծո, այսինքն սրդի խորերեն Աստուծո հետ խոսակցություն, խոսք առ Աստված։ Նախ առաջին մասը, որ շատ գարչ, քանի մտողերը ուրեմն փաղկացող աղոթք մնե, նախ այդ բաժինը գընթերցեմ թարգմանաբար եւ կբացատրեմ։ Սուբնարեգացին գսե. Ով ամենագալ եւ բարերար Աստված, ըստեղծիչը բոլորին, լսե հարաճանքներուս վշտահար ցայնը եւ աբակա գասկածներու տակնաբալի երգուրեն փրգեզիս գարող զորությանբդ բարտկերը ազատելով, քանի որ անչափ մեծությանբդ եւ անսահման իմաստությանբդ ամեն բարի գարողը լալով ամեն հնարքներու գահախտես։ Աստված սիրելիներ ամենագալ է։ Սուբնարեգացին գսե ամենագալ եւ բարերար Աստված։ Ամենագալ կնշանակե ամենագարող, ամեն ինչ իր ցերքին մեջ ունեցող, ամեն ինչի դիրագալ։ Չկա բամը, որ Աստուծո ցերքին մեջ չէ, չկա բամը, որ Աստուծո ցերքին կորձը չէ։ Ադորամար Աստուծո դրված ստորոքելի է ամենագալ ստորոքելին։ Աստված ամենագալ Աստված է, ամենագարող Աստված է, ամեն ինչ իր ցերքի մեջ ունեցող Աստված է, եւ նաեւ Աստված բարերար Աստված է, ճշմարիտ իմաստով բարերար։ Բարերար կնշանակե բարեքորձ, ոչ թե մարդկային սոսկ իմաստով բարերար, մարդիկ որ կումար գուդան, եկեղեցվո հաստատությանց բարերար կգոչվին, այլ Աստված բարիք ընող է, ճշմարիտ բարերարն է, բարերարության աղբյուրն է, որովհետև Աստված երբ որ ստեղծեց ամեն ինչը, գգարտանք ծննդոց գրքին մեջ առաջին գլուխը, որ ամեն օր ստեղծել են ետք, գսե եւ Աստված տեսավ որ բարի են։ Աստված ամեն ինչ բարի ստեղծեց, Աստված բարեքորձ Աստված է, ադորամար նաեւ կգոչվի բարերար։ Սուբնարեգացին նաեւ զին կգոչե բոլորին ստեղծիչը։ Չկա մեկը սիրելներ, որ գրնա ստեղծել բացի Աստուծմե։ Աստված ինքն է, որ ամեն ինչ ստեղծած է, երկնքին մեջ, թե երկրի վրա, թե ծովուն տակ։ Ամեն ինչ։ Մարդիկ Աստուծո ստեղծագործության մեջ են գհնարեն, քույտ գնեն, բայց չեն ստեղծեր։ Միակ ստեղծիչը Աստված ինք է, որովհետև Աստված ամեն ինչ ոչինչ չեն քոյացուց եւ չգար բամը որ Աստված չքոյացուց։ Ուստի սուբնարեգացին թիմելով ամենագալ եւ բարերար Աստուծո ստեղծիչին, բոլորին ստեղծիչին թիմելով նարեգացին գխնդրի անգե ինչ գսե լսե դեր, լսե իմ հարաճանքներուս վշտահար ցայնը, ագանջ դուր իմ վշտոտ լալահարաչ ցայնիս եւ քու կարողությանբդ փրգեզիս աբակայի գասկածներու դակնաբալի երգյուղեն, որովհետև եթե մտածենք սիրելներ, որ աբակային ինչ կրնա ըլլալ մեզի հետ Դադաստանի ժամանակ, արդեն ադոր երգյուղեն, անոր սարսափեն, անոր վախեն,
գրնանք գործվիլ։ Ադոր համար սուբ նարեգացին գխնդրե դիրոճմե, որ լսե իր բաղադանքները և ազադե զինք, պրգե զինք, այդ աբակայի դակնաբալի երգյուղեն, վրտովիչ վախեն, և գխնդրե նաև աստուծմե, որ զինք ազադե բարդկերու պերեն, մեղկերու պերեն, մեղքը սիրելներ աստուծո նկատմամբ բարդք է, և մեղքը պեր է, ծանրություն է մեր վրա, Հիսուս եկավ ու մեր մեղկերուն պերը իր վրա արավ, և խաչին վրա կամեց, այլապես սիրելներ, եթե չզղջանք մեր մեղկերը, այդ մեղկերու ծանրությունը մեր ուսին վրա պիտի մնա, մեր ուսերուն վրա պիտի մնա, մեր վրա պիտի մնա, ու անոր բադիժը ահավոր է, որև Պողոս առաքյալ գսե, Հռոմայեցիներուն նամակի 6-րդ գլխու 20-րդ համարի մեջ, որ մեղքին վարձքը, մեղքին վարձատրությունը մահ է, եղբայրներ և քույրեր, եթե Հիսուս Քրիստոս երկինքեն երգիր չկար, ու մեր բոլորի մեղքերը իր վրա չառներ, մեր մեղքերու բարդաբուն հագը չդրեր, այդ ժամանակ մենք հավիդենաբես դատաբարդված էինք, գործվելու, գրագի ու ձնձումփել լիջնետվելու, բայց ահա դեսեք դիրոջ բարերարությունը, բարեգործությունը, որ եկավ և մեր բոլոր մեղքերը իր վրա արավ, ադորամար նարեգացին գսե գխնդրեմ քեզ մեդեր, ազատես զիս մեղքերու պերեն, որովհետև նարեգացին գսե դեր, անչափ է քու մեծությունդ և անսահման է քու իմաստությունդ, որով թուն ամեն բանի կարող ես, ամեն բան ընելու ադագ ես, զորավոր ես, և ամեն ինչի ծերնհաս ես գադարելաբես, ուստի ամեն հնարքներու գհաղթես։ Աստված սիրելներ գրնա ամեն ինչ ընել, ինչպես որ ըրավ իր որդին ուղարկելով աշխարհ, և որդին իր աշխարհ գալով մեր բոլորի մեղքերը իր վրա արավ ու խաչին վրա կամեց, փամը, որ մարդկային մտքին աներևակայելի բաներ և փրկեց մեզ։ Ահա թե որքան Աստուծո ողորմության ապավինելով պետք է խնդրենք սիրելներ, որ Տերը իր ծերնհաս ամենագարողությամբ մեզ հեռացնե բոլոր մեր մեղքերը և մեզ առաջնորդե հավիտենական փրկության։ Երկրորդ մասը նարեգացին գսկսի ասել, գթարգմանեմ, և երբ մտքիս ուշադրությամբ հերվեն գտեսնեմ ահավորափայլ դեսարանը աբակա Դադաստանին, հիմա գվնե իսկ ահա գնկադեմ, որ լույսի օր պիտի լանիգա հուսացող սուրբերուն համար, իսկ խավար օր բաջջաբարդիս համար չարակորց։ Սուրբ նարեգացին գսոսկա, երբ մդովի, այսինքն հոգի աչքերով, հերվեն, այսինքն դակավին եգրի վրա եղած ժամանակեն, գտեսնե Աստուծո ահավոր Դադաստանը։ Այստեղ դեսեք գսե, և երբ մտքիս ուշադրությամբ հերվեն գտեսնեմ ահավորափայլ դեսարանը աբակա Դադաստանիդ, գսոսկամ, հիմա գվնե իսկ ահա գնկադեմ գսե նարեգացին, որ քու Դադաստանդ, ահավոր Դադաստանդ, որ դեղի պիտի ունենա քու երկրորդ կալուստին, ով դեր, այդ ժամանակ նարեգացին գսե, երկու ներհակ իրարու հագարակ բաջար պիտի դառնա, երկու ներհակ խումբերու, մարդոց, դասակարգումներու, ինչ, սուրբերուն համար Դադաստանի օրդ լույսի օր պիտի դառնա, քեզ հուսացողներուն համար Դադաստանի օրդ հույսի օր է, լույսի օր է, մինչդեռ գսե նարեգացին, ինձի պես բաջջաբարդին համար,
ինձի պես չարակորձին համար Թադաստանի օրդ խավարի մտության օր է։ Ինչու՞։ Որովհետև անոնք, որոնք արդար կյանքով գաբրին, անոնք, որոնք սրբությամբ գաբրին, անոնք հույսով կսպասեն Քրիստոսի երկրորդ գալուստին, ինչպես կգարտանք առաջին Թեսաղոնիկեցիներու նամակի 5-րդ գլխու մեջ։ Մինչդեռ մեղավորներուն համար Աստուծո Թադաստանի օրը խավարի օր է։ Բաժաբարտներուն համար Աստուծո Թադաստանի օրը մտության օր է, թադաբարդության օր է, ահավոր օր է։ Սիրելներ, անդարբեր կյանքով չաբրինք։ Ամեն օր մտապերենք, որ Աստուծո Թադաստանին թիմաց պիտի գանքնենք։ Եթե մարդիկ սիրելներ գսարսապին եգրավոր թադավորներու թիմաց կանգնել, գսարսապին եգրավոր Թադաստանի թիմաց կանգնել, հապա որքան ավելի պետք է մարդ սարսապի, որքան ավելի մենք մեղավորներս, անոնք որոնք անզիղջ ու անաբաշխար կյանքով գաբրին, անոնք որոնք անհավատ կյանքով գաբրին, անոնք որոնք անդարբեր կյանքով գաբրին, պետք է սարսապին Աստուծո Թադաստանին թիմաց կանգնելու, որովհետև Աստուծո Թադաստանը սիրելներ հզոր է։ Աստծո Թադաստանի օրը մեղավորներուն համար խավարի օր պիտի լա։ Գուզեմ ցեզի ընթերցել Հովելի մարգարեության 2-րդ գլխու առաջին 2 համարները։ Հովել մարգարեն գսե Աստուծո Թադաստանի մասին խոսելով, Աստծո քալուն մասին խոսելով, գսե Սիոնի մեջ փող հնչեցուցեք, ահազանգ թող լսվի Սուրբ լերանս վրա, ահազանգ, սարսափելի վախի զանգ, աստարարություն, ինչ բանի։ Եգրին բոլոր բնակիչները թող թողան, քանզի դիրոջ օրը գուքա, խավարի ու մեքի օրը, ամբի ու մարախուղի օրը։ Ահա սիրելներ, խավարի օր պիտի լա այդ օրը մեղավորներուն համար, դիրոջ քալու օրը։ Արդարե մենք ալ սիրելներ, հոգի աչքերով եկեք հերուն նայինք։ Այս կյանքին մեջ են մեր դակավին ողջ եղած ժամանակը հերուն նայինք եւ տեսնենք, որ Աստուծո Թադաստանը գա։ Եվ այդ օրը սիրելներ մեզի համար մտածենք, թե ինչի գուզենք, որ ինչի օր ըլա։ Գուզենք այդ օրը լույսի օրը լա, թե ոչ խավարի օրը լա։ Եթե գուզենք լույսի օրը լա, ապա սիրելներ, ահա հիմա է ժամանակը, որ աբաշխարելով, արցունք տապելով, զղջալով, դիրոջ ողորմությունը խնդրենք եւ հույսով ապրենք սուրբերու նման։ Ու այդ ժամանակ Քրիստոսի Թադաստանի օրը լույսի օր պիտի լա։ Իսկ եթե մերժենք Աստուծո մեզի ընծերած այս ժամանակը, մերժենք Աստուծո դառնալ, մերժենք աբաշխարել, զղջալ, վաղ ուշ կլա։ Եվ Աստուծո Թադաստանը մեզի համար կդառնա խավարի օր, մտության օր, մեքի օր, մարախուղի օր, մշուշի օր։ Գշարունակեմ։ Ուստի գսեն արեգացին, չգա փամը, չգա էյագմը ստեղծվածներեն, որ գրնա փախուստի բադսպարան ըլլալ, ոչ խոր անթունտները, ոչ անհադակ վիհերը։ Ով գրնա սիրելներ անաբաշխար ու անզիղջ մարդը ազատել Աստուծո ահավոր ու սարսափելի Թադաստանեն։ Գամ ինչը գրնա իր մեջ իբրև փախստական բահել, թաքցնել, բահել, բահվդեցնել, փախուստի աբաստանարան, բադսպարան ըլալ մեղավորիմը, որ թադաբարդված է գործվելու իր մեղքերուն պատճառով։ Ինչը գրնա ծածկել մեղավոր մարդը, իր մեջ թաքցնել մեղավոր մարդը
ամենադես Աստուծո աչքեն։ Գապամը, գադեղմը, գապ վայրմը, որ Աստուծո ամենադես աչքը չի դեսներ։ Սիրելներ, Աստուծո Թադաստանի օրը այո, ահավոր օր բիդելա, եւ Աստուծո խիստ փարգության ու թադաբարդության օրը բիդելա եւ շատեր մարդոցմե լերներուն ու փլուրներուն բիդի ասեն մեր վրա ինգեք ծածկեցեք մեզ ինչպես կգարտանք Սուրբ Գիրքի մեջ շատ զանազան դեղեր բայց գարտամ ցեզի հայտնություն ովանու կրկի 6-րդ գլխու 16-րդ համարը այդ օրը դեսակ մարդիկ ամեն տասագարքե մարդիկ թակավորներ, իշխաններ, հրամանադարներ, ազատներ, ծառաներ, դեսակ մարդիկ, որոնք զաստված չեն ջանցած, մերժած են զաստված ջանչնալ, մնացած են իրենց մեղքերու մեջ, Թադաստանի օրը պիտի ասեն, գգարտամ հայտնություն ովանու կրկի 6-րդ գլխու 16-րդ համարը։ Այն ադեն անոնք լերներուն ու ժայրերուն պիտի ասեն մեր վրա ինգեք ու ծածկեցեք մեզ անոր աչքեն անոր որ քահին վրա գնստի ազատեցեք մեզ քարնուգին փարգուտենեն որովհետև անոր փարգության ահավոր օր եկավ եւ ով գրնա անոր արչեւ թիմանալ ով գրնա մարդ գրնա թիմանալ դժբախտը բարայսոր սիրելներ մարդիկ անեկդոտներու ջոկերու վերածած են Աստուծո Թադաստանի օրը նույնիսկ մարդիկ համարձակություն ունին ասելու համար որ ես չեմ ավադար Աստուծո բայց եթե Աստված գա վաղ իր թիմաց եթե ելեմ ես գիտեմ ասելիքս վաղը Աստուծո թիմաց որ ելես բիդի բաբանցիս ով մարդ բիդի բաբանցիս լերներուն եւ փլուրներուն բիդի ասես որ քրխուտ վրա թափին որ ծածկեն քեզ դու կգարձեք որ Աստուծո Թադաստանի օրը հեշտ օր պիտի լա հեշտ օր թյուրին օր ոչ այդ օրը ահավոր պիտի լա դեսեք Մաղաքիա մարգարեն որ վերջին մարգարեն եղավ 5 դագարանի ազդարանելով հետևյալը գսե պիտի գարտամ ցեզի իր մարգարեության 3-րդ գլխու 2-րդ համարը անոր քալուստին օրը ով գրնա թիմանալ անոր երևնալուն ադենը ով գրնա գայնիլ ով գրնա ոտքի վրա գանկնիլ դիրոջ քալուստին օրը քանզի անիգա հալեցնողին գրագին բես ու թապիչներուն օջարին բես պիտի լա ինչպես որ օջարին վրա մարդ գողի է գսայգինա ինչպես որ երբ որ հալեցնող մեքենային թիմացն է գրագին թիմացն է ամեն ինչ կհալի այդպիսի օր պիտի լա Աստուծո օրը ահավոր օր պիտի լա գարտամ Հովելի մարգարեության Հովել մարգարեին խոսքը Հովելի մարգարեության 2-րդ գլխու 11-րդ համարը գսե Հովել մարգարեն քանզի դիրոջ օրը խիստ մեծ ու խիստ ահեղ է ով գրնա անոր թիմանալ իսկ Նահում մարգարեն խոսելով Աստուծո փարգության մասին հետևյալը գսե գարտամ Նահումը մարգարեությունը առաջին գլուխ 5 եւ 6 համարները լերները անգե դիրոջ մեգը թողան ու փլուրները գհալին երգիրը անոր երեսեն գխախտի աշխարհն ու անոր բոլոր բնագիչները գխախտին անոր ցասումին փարգության արչեւ ով գրնա գենալ եւ անոր սաստիկ փարգությանը ով գրնա թեմտնել անոր սրտ մդությունը գրագի պես կտապի ու աբարաժները անգե գխորդագվին հադեսեք սիրելներ թե որքան հզոր օր պիտի լայթ օրը որ ոչ մեկ բան պիտի կարողանա թիմանալ Աստուծո Թադաստանին թիմաց ահա այս բոլորը իր մտքին արչև ունենալով Սուրբ Նարեգացին այստեղ գսկսի թվել թե ոչ մեկ բան գրնա փախուստի բադսպարան ըլլալ ու իր մեջ ծածկել թաքցնել բահել մեղավորը Աստուծո աչքեն ոչ մեկ բան
Եվ այստեղենը սկսյալ մինչև այս երկրորդ մասի ավարտը Սուրբ Նարեկացին պիտի կործածե բարեր, հոմանիշ բարեր, նույնանման բարեր, որբեսի ավելի շեշտե սաստկացնե սիրելիներ անհնարին միջոցը մեղավորին բահվդելուն, ծածկվելուն։ Անհնար է որ մեղավորը Աստուծո աչքեն բահվդի։ Եվ տեսեք, այստեղ գսե ոչ անթնթախոր խորխորատները, այսինքն որքանալ խորունգը լան անթունտները եւ ոչ ալ անունչ կնշանակի անհադակ, հադակ չունեցող վիհերը, ծորերը գրնան ծածկել մարդս Աստուծո աչքեն։ Երևակայեցեք, որ անհուն վիհը լա, անհադակ, անունչ գրնա մեկը մեղավորը ծածկել Աստուծո աչքեն։ Որքանալ խորունգ անթունտը լա, խորունգ ծորը լա, վիհը լա, գրնան անոնք ծածկել մեղավորները Աստուծո աչքեն, ոչ չեն գրնար։ Եվ շարունակությունը տեսեք, հիմա այլևս ամբողջ դողերը այսպես սկսեն Նարեկացին։ Ոչ լերներուն բարձրությունները, ոչ քարանցավները։ Այո, Աստուծո ահավոր Թադաստանին օրը մեղավորները քարայրներու մեջ անգամ բիդի չգրնան բահվդիլ։ Եսայի մարգարեն գսե երկրորդ գլխու 19-րդ համարի մեջ։ Քարայրներու մեջ ու երկրին խորոչները բիդի մտնեն մեղավորները, դիրոջ վախեն եւ անոր վեապարությանը մեծութենեն, երբ ինք երգիրը սարսելու ելե, երբ դերը ցնցելու ելե երգիրը, մարդիկ քարայրներու խորոչները բիդի մտնեն, բայց տեսեք, այնադեն Ղուգաս Ավիդարանի մեջ են ցեզի վիդի գարտամ դեր Հիսուսի խոսքը Ղուգաս 20-րդ գլուխ 30-րդ համար այնադեն մարդիկ լերներուն բիդի ասեն մեր վրա ինգեք մեզ ծածկեցեք բիդի ասեն փլուրներուն նույնը Օվսիայի մարգարեի 10-րդ գլխու 8-րդ համարի մեջ մարդիկ բիդի ասեն լերներուն փլուրներուն մեր վրա ինգեք ծածկեցեք մեզ ինչպես տեսանք հայտնություն ովանու գրքի 6-րդ գլխու 16-րդ համարի մեջ Եվ Թադաստանի այդ ահավոր օրը ոչ մեկ լեր, ոչ մեկ քարանցավ, քարայր, ձերբ կամ ջեղկվածք բիդի համարցագի իր մեջ բահել, ծածկել, թաքցնել ովևէ մեղավոր։ Ընդհակառակը բոլոր լերները, բոլոր ձերբերը դուրս բիդի փսխեն, դուրս բիդի հանեն, Երևան բիդի հանեն իրենց մեջ ծածկված, բահվդած մեղավորները։ Ինչու մեղավորներու մասին խոսին, որովհետև արտարները, սուրբերը, Աստուծո վստահողները, Աստուծո ապավինողները այս կյանքի մեջ դիրոջ գամքը գադարողները հույսով դիրոջ դիմաց պիտի կանգնին, ինչպես սավ Նարեկացին։ Մեղավորներն է, որ իրենք զիրենք պիտի փորձեն ծածկել։ Եվ ուր պիտի փախչիս ով մարդ այդ ժամանակ։ Գայենը երբ սպանեց իր ապել եղբայրը, փորձեց Աստուծո փախչիլ, ուր պիտի փախչիս։ Ով Գայեն Ուր փորձեց իր փախչիլ Հովնամ մարգարեն փորձեց Աստուծո փախչիլ նավագի խորքը բահվդեցավ ուր պիտի փախչիս ուր պիտի փախչեիր ով Հովնամ մարգարե 139-րդ Սամոսի մեջ Դավիթ կսե երկինք ելեմ հոնեստուն երկրի խորք երտամ հոնեստուն ծովուն խորերը երտամ անտունտներ երտամ հոնեստուն ով գրնա Աստուծո աչքեն փախչիլ ծածկվիլ, բահվդիլ, թաքնվիլ, ոչ ոք, Աստված ամենադես է, ամեն ինչ կտեսնե, շարունակությունը, ոչ գարձր արձանները, ոչ ձերբերու ձագերը, որքանալ արձանները գարձրը լան սիրելներ, և մարդիկ փորձեն արձաններու մեջ բահվդիլ, և որքանալ ժայրերու խորոչները, ձերբերը, ջեղքերը խորը ըլան, սակայն ովևէ մեկը անոնց մեջ չի գրնար իր մեջ ծածկել, բահել մեղավոր մարդը չի գրնար։ Շարունակությունը ոչ փոսերուն ջեղքերը, ոչ հեղեղներու ծագանցքները, անցքերը, ծագերը, նույնիսկ փոսերուն փաբարները, փաբար կնշանակե ջեղքերը, չեն գրնար սիրելներ իրենց մեջ ծածկել մեղավոր մարդը։
Ոչալ հեղեղներուն այն հեղեղները որ գտապին անցրևներեն եւ հեղեղներուն պատճառով ձագանցքեր կստեղծվին, նույնիսկ այդ ձագանցքերը չեն գտնար իրենց մեջ ծածկել, թաքցնել մեղավորները։ Ոչ խորշերու փավիղները, ոչ դուներու ըշտեմարանները, Աստուծո Թադաստանի ժամանակ սիրելներ, ոչ մեկ մեղավոր պիտի կարողանա բահվդիլ նույնիսկ խորշերու մեջ, այսինքն փորված ջեղքի մեջ, բադիմը փոս եղած խորոչի մեջ, որ աչքերը հերու է։ Երևակայեցեք, որ նեղ փավիղներու մեջ, նեղ թաղերու մեջ, շատ նեղ փոսեր գլան, ադորամար գսե խորշեր, այդ փավիղներու մեջ խորշերը որ կան, որ անկարելի է որ մարդ տեսնե, նույնիսկ այդ փավիղներու, այդ խորշերու մեջ անգամ մարդ պիտի չկարողանա բահվդիլ, եւ ոչ իսկսե դուներու ըշտեմարաններու մեջ, որքանալ ըշտեմարանները սենյակներ ունենան, մարաններ ըլան, անոնց մեջ անգամ մարդ պիտի չկարողանա բահվդիլ։ Գշարունակեն արեգացին, ոչ սենյակներու թաքստոցները, ոչ արև չդեսած ձմագները հովիտներու։ Սիրելիներ, մեղավորներեն ոչ ոք պիտի կարողանա բահվդիլ Աստուծո ամենադես աչքեն, նույնիսկ եթե փորձե թաքնվիլ բահվդիլ ձածուկ սենյակներու մեջ, կամ սենյակներու թաքստոցներու մեջ։ Անկարելի է։ Այսօր մարդիկ ձածուկ սենյակներ կստեղծեն դուներուն մեջ, կամ վայրերու մեջ, որբեսի բահվդին։ Մարդոցմե մարդ գրնա բահվդիլ, բայց ոչ Աստուծմե։ Ամենադես աչք ունի Աստված։ Եվ ոչ իսկ հովիտները ինչ են սիրելներ, հովիտները երկու լերներու միջև փացվածքներն են։ Եվ այդ փացվածները երկու հովիտներուն փացվածները անարև են, արևը չի աստիր, չի տապանցեր այնտեղ, անորամար ձմագ են, արև չեն տեսներ։ Նույնիսկ այդ ձմագ վայրերու մեջ մարդիկ պիտի չկարողանան բահվդիլ։ Ուրթեև արևը չի աստիր, բայց Աստուծո աչքը գտեսնե։ Ոչ անանցանելի ձորձորները, ոչ իրարու վրա բարձրացած փլուրները, նույնիսկ անանցելի նկատվող ձորձորները, ձորձոր կնշանակե սիրելներ փոքր ծորեր, ծորագներ։ Այդ ծորագները որ անանցանելի են, անկարելի է որ անցնել այդ ծորակներեն, այնքան նեղ են, այնքան փոքր են, որ անկարելի է նույնիսկ անցնելը։ Եթե նույնիսկ մեղավոր մարդ փորձե այդտեղ երթալ եւ ծածկվել, նորեն պիտի չկարողանա ծածկվել։ Ոչ իսկ իրարու վրա բարձրացած փլուրներու վրա պիտի կարողանա ծածկվել։ Պիտի չկարողանա, դեղը չկա որ մարդը պիտի կարողանա ինքզինք ծածկել։ Գտեսնեք ամեն մեկ դողի մեջ Սուրբ Նարեկացին այս ծայրահեղ խոսքերը գսե որբեսի ցույց տա որ անկարելի է որ մեղավոր մարդը Աստծո մեջ ծածկվի, անկարելի է։ Կշարունակեմ, գսե Նարեկացին, ոչ քամիներու փչումը, ոչ ձովերու անհունությունը գրնա մարդս Աստծո աչքեն ծածկել ու Թադաստանեն բահել։ Եվ որ հզոր քամիներ փչեն, ինչ կլա սիրելիներ, այդ հզոր քամիներուն հարաճացուցած կոլորշիներով այդ չրաշոկին որ գբարձանա, մարդը գգարձե որ ինքզին կրնա ծածկել, ոչ, ամենե թանցր ամբերնալ եթե կան, չեն գրնար մարդս ծածկել Թադաստանի օրը Աստուծո աչքեն, չեն գրնար, և ոչ ալ գսե Թադաստանի ժամանակ ձովերու անհունությունը, այսին ընդարձակությունը, անսահմանությունը, մեկը ելե ձովում վրա բահվդի, ձովում մեջ բահվդի, չի կարելի, անկարելի է։ Շարունակությունը, ոչ հորցանքներու սահանքները, ոչ եզերքներու հերավորությունը, հորցանքները սիրելներ, հորթած չուրերն են, հորթած կեդերն են, որոնք առատ գերբով գորտին։ Հետևաբար Նարեկացին գսե որքանալ արագ ըլան այդ հոսանքները, այդ սահանքները,
որքանալ հորտարադը լանքեդերը ովևէ մեղավոր իրենց մեջ չեն գրնար բահել եւ ոչ իսկ հերավոր եզրերը, այսինքն ափերու հերավորությունը գրնան բահել մեղավորները իրենց մեջ Աստուծո աչքեն ու տադաստանեն։ Վերջին քանի դողերը մնացին, նարեգացին հիմա գթարնա ու գսե ոչ միայն նեբապար այս վայրերը չեն գրնան իրենց մեջ բահել մեղավոր մարդիկը, ոչ ժայրերը, ոչ աբարաժները, ոչ քարանսավները, ոչ լերները, ոչ փլուրները, ոչ հոսանքները, ովևէ մեկ բան իրենց մեջ չեն գրնար բայել մեղավորները, այլ նայեցեք գսե ոչ ողբերու ցայները, ոչ արցունքի հեղեղները, այսինքն Թադաստանի ժամանակ որքանալ մարդ ողբա գսկծա լա հարաչե որքանալ սկա ընդունայն է անօգուտ է ադորամար նարեգացին գսե ոչ ողբալի ցայները եւ ոչ ալ հորտահոս արցունքները որ մարդ գտապե արդասուկները որ տապե բացարձակ կերպով օգուտ պիտի չունենա ինչու որովհետև ժողովուրդ սիրելի եղբայրներ եւ քույրեր լավ իմանանք եւ ըմբռնենք որ ապաշխարությունը այս ցանկին համար է այս ցանկին մեջ է եւ Տադաստանի օր հասնի ապաշխարելու արիթ այլևս պիտի չդրվի ովևէ մեկուն հիմա է ապաշխարելու ժամը հաջորդ դողի մեջ նարեգացին գսե ոչ մատներու դադանումները ոչ ցերկերու բարձացումը մատներու դադանումը ինչ է թողալը Աստուծո Տադաստանի դիմաց մեղավորներուն մատները պիտի թողան ամբողջ մարմինը պիտի սարսրա իսկ ցերկերու բարձացումը ինչ է աղաչանք անօգուտ պիտի լա ողորմե մեզի դեր Աստված ողորմե մեզի չգա այլևս Տադաստանի ժամանակ է ողորմության ժամանակ չէ հիմա է ողորմության ժամանակը հիմա է Տադաստանի ժամանակ Տադաստանն է սիրելիներ Բողոս Արաքյալ երկրորդ Գորընթացներու նամակի 6-րդ գլխու 2-րդ համարի մեջ կսե հիմա է փրկության ժամանակը հիմա է այդ հարմար ժամանակը վաղը ուշ կլա վաղը ուշ պիտի լա սիրելիներ հիմա է զղջումի ապաշխարության ժամանակը հիմա թողանք հիմա աղաչանքով մեր ցերկը բարձրացնենք Տիրոջ որբեսի դերը ողորմի մեզի եւ Տադաստանի ժամանակ հույսով Տիրոջ դիմաց կանգնենք Տադաստանի օրը լույսի օր դառնա մեզի այլապես վաղ ուշ կլա եւ վերջին դողը նարեգացին գսե վերջին դողի մեջ ոչ բաղադանքը շրտներու ոչ ալ աղաչանքը լեզուներու Տադաստանի ժամանակ սիրելիներ որքանալ բաղադինք շրտներով որքանալ լեզով աղաչենք որ դեր ողորմե մեզի ներե մեզի ալ սիրելիներ ուշ պիտի լա Տիրոջ թարնալու ժամանակը ապաշխարելու արցունք տապելու մեղքերը զղջալու ժամանակը հիմա է սիրելիներ հիմա է եթե հիմա Տիրոջ թարնանք Տիրոջ Տադաստանի ժամանակ հույսով եւ օրհնությամբ կգանքնենք Տիրոջ դիմաց իսկ եթե հիմա անդեսենք մեզի դրված այս արիթը Աստուծո Տադաստանը մեզի համար ահավոր պիտի լա սիրելներ եւ պիտի թադաբարդվենք պիտի գործվենք ինչու գործվենք եղբայրներ եւ քույրեր այս բոլորը լսել է յետքը դակավին մեր սիրտը գարձրացնենք այս բոլոր սարսափները որ պիտի բադահին դակավին չանդրադառնանք չզղջանք մեր ռածներուն եկեք սիրելներ եկեք իսկապես հիմա Տիրոջ դիմաց զունգի կանք զղջանք ապաշխարենք արցունք տապենք որբեսի Տադաստանի ժամանակ դերը մեզ վարձադրե ոչ թե մեզ հադուցանե խիստ Տադաստան այս է որ Սուրբ Նարեգացին գսե եւ այս գիտակցությամբ եկեք այս կյանքի մեջ են հերուն թիդենք հերուն նայինք եւ Աստուծո
ահավոր Թադաստանեն սարսափած եկեք սիրելներ զղջանք երկրի վրա, քանի թեր կյանք ունենք, քանի թեր ուշ չէ, քանի թեր շունչ ունենք, գրնա ոչ թե վաղն ուշը լալ, այլ գրնա հաջորդ ռոբեն, հաջորդ վարգյանը ուշը լալ։ Հետևաբար սիրելի քույրեր եղբայրներ, Աստված ուզեց, որ այսօր մենք Սուրբ Նարեգացի իմպերնով այս խոսքերը լսենք։ Աստված ուզեց, որ դուք այս հոգևոր նախաճաշով այս բոլոր ճաշակեք լսեք, մի գարզրացնեք ձեր սիրտը, որբեսի չգործանիք, այլ խոնարհեցեք ձեր հոգին, զղջացեք երկրի վրային եղած ժամանակ, որբեսի հավիտենական կյանքը ժառանգեք։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։